Եզրափակիչ ելույթի կարիք տեսնում եք։ Շնորհակալություն։ Անցնում ենք հաջորդ հարցի քննարկմանը։ Քննարկում ենք ազգային ժողովի պատգամավորներ Թագուհի Ղազարյանի եւ Սիսակ Գաբրելյանի ներկայացրած տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող Թագուհի Ղազարյանը, համեցեք։ Շնորհակալություն, հարգելի պարոն Արշակյան, հարգելի գործընկերներ, իմ եւ պարոն Գաբրելյանի առաջարկած նախագծով առաջարկվում է տեսալսողական մեդիայի մասին օրենքի 22-րդ հոդվածում հանրային հեռարձակողների թիվը նվազագույն սահմանած 3-ի շեմից իջեցնել 2-ի հասցնելով։ Սա չի նշանակում, որ հանրային հեռարձակողներ չեն կարող լինել 2-ից ավելին, այս պահին մենք ունենք 5 հեռարձակում, հաշվի առնելով նկատի ունեմ հանրային միջոցներով սպասարկող 5 հեռարձակում, հաշվի առնելով հեռուստատեսությունը եւ ռադիոն։ Նախագծի արդյունքում ակնկալում ենք միջոցների ավելի արդյունավետ բաշխում, նկատի ունենանք, որ նախորդիվ հանրային հեռարձակողներից մեկի կապակցությամբ պետությունը մեկ անձից գնումով մի ՍՊ-ից տարիների ընթացքում գնում է կատարել առանց մրցույթի շուրջ 3 միլիարդ դրամի եւ կարծում ենք, որ այդ միջոցները այսուհետ կարող են ավելի արդյունավետ ծախսվել եւ նաեւ նկատի ունենալով այն հանգամանքը, որ հանրօգուտ մեդիա միջավայրի հիմնադրամը այդպիսի միջոցները, այդպիսի կոնտենտի բովանդակության համար նախատեսված միջոցները այսուհետ բաշխելու է, նկատի ունեմ կրթական մշակութային կոնտենտի համար նախատեսված միջոցները այսուհետ բաշխելու է մուլտիպլեքսի բոլոր հեռուստաընկերությունների միջև եւ բոլոր հեռուստաընկերությունները հավասար մրցակցային հնարավորություն կունենան այդ հանրային միջոցներից օգտվելու եւ ապահովելու մշակութային եւ կրթական բովանդակության բազմազանություն։ Հարցը բավականին երկար եւ մանրամասն քննարկվել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ սփյուռքի հարցերի հանձնաժողովում։ Բազմաթիվ բովանդակային, արժեքավոր եւ կառուցողական դիտարկումներ ենք ստացել մեր ընդդիմադիր գործընկեր Տիկին Գալստյանից։ Այս պահին աշխատում ենք այդ առաջարկների տեխնիկական փոփոխություն, տեխնիկապես դրանք փոփոխելու հնարավորության վրա եւ հույս ունեմ, որ այդ փոփոխությունների իրականացումից հետո մեր ընդդիմադիր գործընկերները նույնպես կողմ կքվեարկեն։ Խնդրում եմ դրական եզրակացություն տալ իմ եւ պարոն Գաբրելյանի նախաձեռնությանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հարցերի համար գրանցում։ Եղամ Նազարյան։ Մտահոգություն եւ կարծիք կա, որ այս նախաձեռնության հիմնական նպատակը շողակաթ հեռուստաալիքի փակումն է։ Ես ունեմ ձեր հստակ տեսակետը այս մտահոգության վերաբերյալ։ Պարոն Նազարյան, դա մտահոգություն եւ կարծիք չէ, այդ նպատակի մասին մենք հրապարակային հայտարարել ենք։ Այո, նախաձեռնությունը մասնավորապես այդ շողակաթ ՍՊ-ի հետ կապված խնդիրներն է կարգավորելու, որովհետև ինչպես լսեցիք, ինչպես զեկուցման ընթացքում ասեցի, այս տարիների ընթացքում շուրջ 3 միլիարդ դրամական միջոցներ առանց մրցույթի եւ մեկ անձից գնումների ընթացակարգով տրվել է մեկ կազմակերպության։ Ես կարծում եմ, որ թե ընդդիմության եւ թե քաղաքացիական հասարակության կողմից ավելի տեղին կլիներ բարձրացնել միջոցների անարդյունավետ ծախսման այս նախադեպը, որը ես այդպիսին եմ համարում, այդ թվում ներառյալ մեր կառավարման 7 տարիները, որի վերաբերյալ մենք բազմաթիվ անգամներ հարցը բարձրացրել ենք թե հրապարակային քննարկումների, թե ոչ հրապարակային քննարկումների ժամանակ, մենք կարծում ենք, որ մրցակցությունը այդ թվում այսպիսի ոլորտներում
Միայն դրական է ազդում որակի եւ բովանդակության վրա։ Շնորհակալություն։ Համեցեք։ Լավ է, որ ուղիղ եք ասում, բայց եթե միջոցները արդյունավետ չեն ծախսվել, դա այլ հարց է։ Օրինակ, եթե Մատենադարանը պարզվի, որ միջոցները արդյունավետ չի ծախսվել անցած տասնյակ տարիներին, դա չի նշանակում մենք Մատենադարանը պետք է փակենք։ Մենք այլ խնդիր պետք է լուծենք, եւ ես կոչ եմ անում, վճռական հորդորում եմ հետ կանգնել այդ քայլից եւ մտածել շողակաթ հեռուստալիքը ավելի լավ բովանդակությամբ դարձնելու, քան թե փակվելու, որովհետեւ եթե շողակաթ հեռուստալիքը փակվի, Գեգամ Նազարյանը այլևս չի կարող հանրությանը համոզել, որ կառավարությունը, պետությունը եկեղեցու դեմ քայլեր չի ձեռնարկում։ Շնորհակալություն ձեր կոչի եւ հորդորի համար, պարոն Նազարյան, բնականաբար դա չի կարող վերաբերվել այնպիսի ինստիտուտների, ինչպիսին Մատենադարանն է եւ առհասարակ այնպիսի ինստիտուտների, որոնք մրցակցությունից դուրս են, միգուցե եթե նման իրավիճակ լիներ, դիտարկելի լիներ, բայց բնականաբար դա վերաբերելի չէ Մատենադարանին, ինչ վերաբերում է ձեր կոչին, ես իհարկե պարոն Գաբրիելյանի անունից ասել չեմ կարող, բայց չեմ կարծում, թե դա տեղին է, մանավանդ փակել բառը տեղին չեմ համարում, եթե շողակաթը մնացած մուլտիպլեքսում կազատվի սլոտ, շողակաթ ունի ենթակառուցվածքներ, ունի աշխատակազմ, ունի ֆինանսական միջոցներ եւ ի վերջո ունի ինստիտուտներ, որոնք իր թիկունքին կանգնած են եւ կարող է մասնակցել, հաղթել եւ թողարկվել մնացածների հետ հավասար պայմաններում։ Ես չեմ կարծում, թե մենք պարտավորություն ունենք արտոնություններ տալ մեկ ՍՊ-ի։ Լիլիթ Գալստյան, համեցեք։ Շնորհակալություն, մինչև հարցի հնչեցնելը ես նպատակահարմար եմ գտնում կարճաժամանակս, բայց ասել, որ պետբյուջեից այս հեռուստաընկերությանը հատկացվել է 221 միլիոն դրամ, որտեղ դուք այդ հարցը հնչեցրեցիք, եւ օրական 14 ժամ շողակաթի արտադրանքն է հեռարձակվել այնտեղ, որի դիմաց պետությունը մեկ ամբողջ տարվա համար շողակաթին տրամադրել է 600,000 դրամ։ Եվ շատ տեղին պիտի լիներ Տիկին Ղազարյան, երբ որ դուք խոսում եք եւ այդ գնահատումները կա այստեղ անարդյունավետ ծախսումների մասին, դրանք չլինեին աչքաչափով եւ դուք պարզապես հիմնավորեիք այն բոլոր գնահատականները, որ այստեղ ամրագրված են հիմնավորման մեջ, դուք կարողանայիք հիմնավորել, թե ինչ կոնկրետ ուսումնասիրությունների հիման վրա է կատարվել իրավիճակի գնահատումը եւ ինչ հիմքեր ունեք պնդելու, որ ներկա կարգավորումը պատճառում է որակական խնդիրներ, ռեսուրսների կրկնվող բովանդակություն եւ այլն։ Եվ երկրորդ հարցս Չեք կարող երկրորդ հարցը հնչեցնել, որովհետեւ ցավոք ժամանակը արդեն գերազանցել եք, համեցեք։ Շնորհակալություն Տիկին Գալստյան հարցի համար, եթե ես մտածեի, որ որևէ հիմնավորում ձեզ կհամոզի կողմ քվեարկել, անշուշտ կհիմնավորեի, բայց իրականում եկեք անկեղծ լինենք եւ ասենք, որ դուք մտահոգված չեք մշակութային եւ կրթական բովանդակությամբ եւ մեր հանձնաժողովի քննարկումից էլ պարզ դարձավ, որ դուք ընդամենը ուզում եք, որ լինի համապետական հեռուստասփռման ալիք, որը առերևույթ մշակութային եւ կրթական բովանդակություն տալու պարտավորություն կունենա, բայց կհեռարձակի վարչապետի ձեր թեկնածու Դավիթ Համբարձումյանի երթը ուղիղ եթերով։ Դրա համար ես նպատակահարմար չեմ գտնում մտնել այս բովանդակային քննարկման մեջ։ Եթե որևէ համոզիչ փաստարկ ունեք, որ դա կփոխի ձեր դիրքորոշումը, ես կմտնեմ այդ քննարկման մեջ, ինչպես որ պարոն Նազարյանի հետ մտա այդ քննարկման մեջ։ Համեցեք արձակը։ Տիկին Ղազարյան, շատ եմ ափսոսում այս երկխոսության եւ ձեր այդ պատասխանի համար եւ դուք շարունակում եք լինել նույն ոճում եւ շարունակում եք հաստատումներ անել իմ անունից, չգիտեմ թե ինչ հիմքեր ունեք, իսկ ընդհանրապես չունեք այդ հիմքերը, թե ես շահագրգռված չեմ կրթական կամ մշակութային բովանդակությամբ։ Սա պարզապես մերկապարանոց հաստատում է, եթե ոչ ավելի կոպիտ բառ չօգտագործելու համար։ Եվ դες շատ կոնկրետ ես եւ հանրությունը հարց ունի, հիմնավորեք, պարզապես հիմնավորեք եւ դա ցանկացած հիմնավորման օրենսդրական նախաձեռնության էությունն է։ Բերել փաստեր։
Ինձ չեք համոզում, հասարակությանը համոզեք, բայց դուք պարտավոր եք նաև ինձ համոզել։ Եվ այստեղ մերկապարանոց գրեթե զրպարտչական հայտարարություն անել, թե ես հետաքրքրված չեմ կրթամշակութային բովանդակությամբ, կներեք, բայց դա նաև ծիծաղ առաջացնում։ Եվ երկրորդ հարցը, դուք ակնկալվող արդյունքներում այսպիսի ամրագրում ունեք, հստակ տարանջատված գործառույթներով 2 հանրային հեռարձակողների ապահովում։ Խնդրում եմ ասեք, որոնք են այդ հստակ տարանջատված գործառույթները, որոնց մասին խոսք կա հիմնավորման մեջ։ Հանրությանը համոզելու հետ կապված Տիկին Գալստյան, ես ունեմ հարթակներ եւ կարծում եմ ունեմ նաեւ զրուցակիցներ, ովքեր շահագրգռված են այդ հարցով։ Ես հասկանում եք, երբ որ դուք խոսում եք այն տեղից, որտեղից առաջադրել եք վարչապետի թեկնածու ու իր լուսաբանման մասին եք խոսում, չէ, Տիկին Գալստյան, այդ ուրիշները կարան այդ հարցը տան։ Վարչապետի ձեր թեկնածուի երթը լայվ հեռարձակող համապետական սփռման մշակութային, վարչապետի ձեր թեկնածուն ոչ մշակութային, ոչ կրթական, ոչ հոգևոր արժեք է։ Շարունակելով, ինչ վերաբերում է տարանջատված գործառույթներին, տարանջատված գործառույթների հետ կապված հույս ունեմ 10-13 վայրկյանում տեղավորվել։ Մի հեռարձակողներից գործողներից մեկը այս պահին լրատվական է, մյուսը թեև լրատվական նույնպես պարտավորություն ունի կրթական եւ մշակութային կոնտենտ տրամադրելու ըստ օրենքի, մյուսը ավելի շատ շեշտադրում է մշակութային բազմազանությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Շնորհակալություն։ Արթուր Խաչատրյան, համեցեք։ Տիկին Պողոսյան, իհարկե գովելի է, որ դուք մեկ աղբյուրից գնումների դեմ ներողություն։ Իհարկե գովելի է, որ դուք որոշել եք պայքարել մեկ աղբյուրի դեմ գնումների դեմ եւ ֆինանսական միջոցների արդյունավետության համար։ Ըստ այդմ երկու հարց։ Մոտավորապես կասեք մեկ աղբյուրից գնումները 24 թվականի ֆինանսական տարում որքան են կազմել եւ երկրորդը ինձ կասեք ինչու հանկարծ ձեր ձևավորած կառավարությունը որոշեց մեկ աղբյուրից գնում անել եւ Իմ քայլը հիմնադրամին կրթական ծրագրերի համար գումար հատկացնել ինչու մեկ աղբյուրից հենց Իմ քայլը հիմնադրամին այլ ոչ թե բազմաթիվ այլ հիմնադրամների, որոնք կրթության բնագավառում ավելի մեծ փորձառություն ունեն, եւ որքան է կազմել մեկ աղբյուրից գնումը, այսինքն պետությունը որքան փող է տվել Իմ քայլը հիմնադրամին։ Շնորհակալություն հարցի համար, պարոն Խաչատրյան, ոչ մոտավորապես չեմ ասի, որովհետև չեմ տիրապետում այդ թվին ամբողջապես, եւ եթե խնդիր եք տեսնում մնացած դրվագներում եւ ոլորտներում, կառաջարկեմ միասին աշխատենք եւ հնարավորինս նվազագույնի հասցնենք, որովհետև ես համաձայն եմ ձեր այն կոնտեքստի հետ, ասած է այն կոնտեքստի հետ, որ մրցակցությունը միայն բարձրացնում է որակը, անկախ նրանից, որ ոլորտում էլ դա լինի, ուրախ կլինեմ համագործակցել։ Ունեք արձագանք։ Համագործակցությունը Վանեցու ասած լավ բանի, բայց ես դες հարց եմ տալիս, ձեր վերաբերմունքը կառավարության կողմից Իմ քայլը հիմնադրամին, գիտեք չէ՞ ով տնօրենը, հա գիտեք։ Իմ քայլը հիմնադրամին մեկ աղբյուրից գումար հատկացնելուն եւ այդ գումարը չգաղտնազերծելուն, որովհետեւ մեր խմբակցությունից եղել է հարցում։ Որ թվականի մասն է խոսքը։ 24 թվականի եւ կորնակ 25 թվականի առաջի կիսամյակին։ Այդ կրթվել է նորաձև է ծրագրի շրջանակներում հատկացված գումարի մասին։ Ես ուզում եմ ձեր գումարը, այտենց օրինակ ինչի ժրաջանորեն ձեր կուսակցության մեջ այդ հարցը չեք բարձրացնում, բայց հանկարծ հակակցական այս արշավի շրջանակներում մեկ աղբյուրից գնումը ձեր մոտ դարձավ այդքան մտահոգիչ, շնորհակալություն։ Եթե խոսքը 24 թվականի ընթացքում վարչապետի աշխատակազմից ծախսված գումարների մասին է, եթե չեմ սխալվում, դա ծախսվել է այն
արարողակարգի եւ ընդհանցակարգերի արդյունքում, որով վարչապետը մասնակցում է միջոցառումների եւ ցանկացած միջոցառման, որին վարչապետը մասնակցում է, այդ միջոցառումների վրա ծախսվում են գումարներ։ Մնացած մասը, եթե ես չեմ սխալվում, բայց իհարկե շուտով բյուջետային քննարկումներ են, պարոն Հարությունյան կգա իրեն իսկ կճշտեք, մնացած մասը հիմնադրամի ծախսերն են, որոնք հիմնադրամն է կազմակերպում, այն մասը, որը հիմնադրամն է կազմակերպում, մնացած մասը ամբողջությամբ այն հատվածն է վճարում, ընդ որում այդ նույնը վերաբերում է վարչապետի բոլոր այցելություններին եւ բոլոր միջոցառումներին, մասնակցություններին, դա կառավարությունից է ծախսում, եթե հայտնի չէր, ոնց որ թող հայտնի դառնա, մնացած մասը հիմնադրամի ծախսերն են եղել, բայց ավելի մանրամասն բյուջետային քննարկումներ են ընդամենը 1-2 շաբաթից պարոն Հարությունյան կգա հարցնեք հասկանանք, իսկ ինչ վերաբերում է իմ ասածին ներողություն պարոն Արշակյան, այդ մասով բնականաբար նորմալ են վերաբերում, չեմ կարծում թե ուրիշ տեղից պետքա դրամահայթայթումով զբաղվել, որպեսզի Հայաստանի Հանրապետության վարչապետը ինչ որ միջոցառման մասնակցի։ Արձագանքեցիք չէ, պարոն Խաչատրյան։ Շնորհակալություն հարցերն ավարտեցին, պարոն Խաչատրյան, ցանկացած հիմնադրամ օրենքով պարտավորություն ունի իր մուտքերը հանրայնացնել, որևէ գաղտնի բան չի կարող լինել եւ խնդրում եմ եկեք չստեղծենք էլի իրավիճակներ, որ իբր կարող է ինչ-որ գաղտնի ֆինանսավորում, նախ կառավարության ֆինանսավորումը չի կարող գաղտնի լինել, եթե պաշտպանական, անվտանգային եւ այլն բաներով չի ծախսում, երկրորդը ցանկացած հիմնադրամ Հայաստանի Հանրապետության օրենքով թափանցիկ է